Հիմա ասեմ ձեզ, իմ վերջի 20-25 տարվա գործունեության մեջ այն բոլոր ուսումնասիրությունները, փնտրտուքները, արխիվային նյութերով քիչ առաջ ասեցի, որ գտել եմ արխիվային նյութերով, առաջինը Գյուրջևագիտության մեջ, թե որտեղ է ծնվել տունը, որտեղ է Գյուրջևի, փողոցով 5 քարտեզ ունեմ, միակ ես ունեմ, մեր մեծ ճարտարապետ պարոն Եղոյանի շնորհիվ որ տրվել էր, արխիվային փաստաթղթեր կա, ես ցույց կտամ մեգարներով, այդ հունական թաղամասով ասում եմ, վերին գրած էր կվարտալ նոմեր 35, ես նակամից իմչալուս Մադինադարանում և պետական արխիվում, այդ փնտրտուքի ժամանակ բղավել եմ, ասի գտա, շատ մարդիկ իմ չաղնացելով, ասի նսով եմ, սա գիտնական է, ես ինչ գտա ասեցին, ասի թե Գյուրջևների տունը հունական թաղամասում, որ կվարտալի վրա պիտի լինի։ Հասկանում եք, ինքը տեսեք ասում էր ընդհանրական, մենք ապրել ենք մեր տունը եղել է հունական թաղամասում։ Հունական թաղամասը արդեն լճից վերև երրորդ դպրոցից երկու հատվածներում 30 փողոցում որ բարձրանում է, չէ, այդ երկու թևերի վրա եղել։ Եվ այդտեղ իսկապես որ հիմա է գնաց Ալեքսանդրապոլի ճարտարապետական կառուցվածքով եղել է տարբեր քառակուսի կվարտալների համադրությամբ, շարվածքով։ Այդ 35-ի տեղ ես գիտեի, մենք արդեն կդա, եւ բայց հասկանալի է, ուղղանկյուն կվարտալը քանի կողմ ունի, 4 չէ, ասենք թե այս Տերյան փողոցի վրայի հատվածն է, թե մտնում ես այդ կողմի երկար ավելի կվարտալի հատվածն է, իջնում ես ներքև եւ մի հատ նորից ես գալիս արխիվային փաստաթղթով, որի վրա գիտեք ինչ կդա, Գյուրջևների ընտանիքի եւ այլ 1902 թվականին արդեն կառուցված բնակարանի մի հատվածի պրոյեկտ առու վաճառքի գծագիր, որտեղ այնպես գրած է Գյորգի Գյուրջև, Վասիլի Գյուրջև, Շիրաբով, Տամուպադոմի մարդկանց անուններով ու այն փողոցը, որը 35-րդ հենց կվարտալի ուրեմն վրա պետք է լիներ, փողոցը անունը գրված Տիխայա ուլիցա։ Տիխե, հա։ Որը քարտեզով ես կդա։ Եվ արդեն հատակագծային այդ գծագիրը տան պատուհանների ուրեմն շարվածքի վերաբերյալ արդեն ինձ համար որպես պատմաբան